Պարոն Մելքոնյան, դուք ինչ փոխանցեք, ինչ ատեղի ունեցել եւ այս պահին ինչ փուլում է։ Ճանապարհին երեխան ուշագնաց է եղել, բուժօգնություն են ցույց տվել, հիմա բերեցին քրեակատարողական հիմնարկ։ Հիմա սպասում ենք մեր հիվանդությունների պատճենները բերեն, որ ներկայացնեմ քրեակատարողական հիմնարկի պետին, որպեսզի փորձեմ պատշաճ բուժօգնություն կազմակերպեն այստեղ։ Մենք սրա մասին էինք բարձրաձայնում, ասում, որ երեխան առողջական խնդիրներով երեխա է, որպեսզի որ չմտածեին, որ ինչ-որ փաստաբանական հնարքներ են գործում, անգամ ասեցինք, որ դեպքից մի շաբաթ առաջ եկեղեցում անգամ երեխան վատացել, բոլորը կարան փաստեն դրա մասին եւ այլն, կամ տարիների պատմություն ունի այս ամեն ինչը։ Սրան էինք ուզում, որ ուշադիր լինեին, նպատակը տանը մնալու, որպեսզի մայրը խնամքը տաներ երեխայի, որպեսզի առողջական խնդիրներ չունենար, բայց ինչևէ տեսակ ինչ կատարվեց, վարույթ իրականացնող մարմինը եւ դատարանը վարույթ իրականացնող մարմինի միջնորդությունը ներկայացրեց, դատարանը այդ միջնորդությունը բավարարեց։ Վերաքնիչ բերենք այտենց էլ որոշումը մինչ այս պահը չենք ստացել, բայց կստանանք այսօր օրվա մեջ երևի, կարծում եմ առաջ Աստված, եւ անպայման կբողոքարկենք, հույս ունենանք, որ վերաքնիչ դատարանը կգտնվի գոնե իր բարձրության վրա։ Հիմա ինչ է կատարվում, տեսնենք, որ թույլ են տալիս մայրը դեղեր փոխանցելու։ Դե այդ դեղերը պիտի մոտ լինի, ձեռքի տակը պիտի լինի, նաեւ հիմա փաստաթղթերը սպասում եմ հեսա կհասցնեն, որ ներկայացնեն քրեակատարողական հիմնարկի պետին։ Համապատասխան բուժօգնությունը Էջմիածնի հիվանդանոցում ցույց է բերել են, ուշքի են բերել, չգիտեմ երեխան այդ վիճակում։ Մնացածը ներս մտնեմ դուրս գամ, ավելի սույկ կներկայացնեմ, թե ինչ վիճակում։ Միայն մի դրվագի հետ կապված, քիչ առա եւ կալանքի հետ որոշումը կայացվեց, հրապարակվեց տեսանյութ փաստաբանների կողմից։ Այո։ Այդ տեսանյութի հետ կապված դուք մեկնաբանություն։ Դե հակնհայտ է տեղ մեկնաբանության բան չկա, տեսնում եք ոնց է երեխային հարվածում, ոնց է հայում։ Ես պայտակ օգտվեցի, դիմեցի, հիմա նորից մեկ անգամ եւս դիմում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր այդ օրը գտնվել են եկեղեցում, ովքեր տեսանկարանել են եւ ունեն համապատասխան կադրեր, խնդրում եմ կապ տվեք պաշտպանական թիմի որևէ անդամի հետ եւ ձեր ունեցած տեղեկատվությունները փոխանցեք, որպեսզի ներկայացնենք վարույթ իրականացման։ Այս ամեր խնդրանքը, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի։ Այսի մեկ անգամ եւս փաստում է, որ այս երեխան որևէ քաղաքականության հետ կապ չունի, ինքը ձեռքի շարժումն արել է իրեն հարվածողից պաշտպանվելու նպատակով։ Հետեւաբար ինչի մասին է խոսքը։ Այս շոուն ում էր պետք, ով սարքեց սա, ինչի համար սարքեց, իմ համար անհասկանալի է, նորից եմ ասում։ Երեխան ընդամենը գնացել էր պատարագին մասնակցելու, այն էլ հայ առաքելական եկեղեցու տոներից հենց երեխեքին նվիրված ծաղկազարդի օր է այս ամեն ինչը։ Բա սազում ամես, առաջի քրիստոնյա ազգնենք, այդ եկեղեցի խի են գնում, բա։ Խի եթե քրիստոնեական արժեքներով չեն ապրում, բա մարդասիրությունը, երեխասիրությունը ուր մնաց։ Հիմա հանգիստ են, հա։ Հանգիստ են այն մարդիկ, ովքեր նպաստեցին, որ այս երեխան հիմա այստեղ ճանապարհին ուշագնաց եղավ կամ հիմա այստեղ է։ Ինչ են ուզում, ինչ նպատակ են հետապնդում։ Քննություն անելու փոխարեն պարզելու, թող պարզեին էլի։ Բայց այս ամենի բոլոր հիմքերը այնքան հանցագործ կա, թող տանեն բանտերը, դե որ ուզում են տանեն, այս երեխուն պետք է տանեն, սրանով պետք է համալրեն։ Որոշման հետ ծանոթացաք։ Չէ, չեն տրամադրել միջի եկանք, հետո երեխան վատացավ էլ արդեն չսպասեցինք, իրանց ասած ժամին դատարանը դուրս էր եկել, տեղում չէր որ ստանայինք որոշումը, ցավոք սրտի։ Նաեւ այս պահին այսքան տվեք քրեակատարողական հիմնարկ պահման պայմաններին ծանոթանաք, քանի որ այս պահին հայտնի չէ անգամ։ Չէ, բայց բնականախույց չեն թողի, կարանտին են տանելու։ Բայց գոնե կհասկանանք մենակ է լինելու թե մի քանի։ Դե չգիտեմ, այդ քրեակատարողական հիմնարկը ինքը կորոշի, թե մենակ է պահելու, թե այլ անձանց հետ է պահելու, մեզ բնականախույց չեն թողի մտնենք, չգիտեմ, կարծում եմ տղա է, անունն էլ Դավիթ, Դավիթները պետք է ուժեղ լինեն, էլի։ Մեսրամելիքն ասում էր արևս վկա, թե մի օր ինձ փորձանք գա, սրանից կգա, ինչ իմանաս, որ Դավիթի հետ գործ ունենք մենք։ Կարծում եմ բժիշկներ կան, այստեղ ոչ թե կարծում եմ առնչվել եմ իհարկե հասկացեք շատ կարծում եմ ցածր մակարդակի վրա է այստեղ բուժօգնությունը, այն մասնագետները, այն ոչ թե մասնագետներին բան չունեմ ասելու, այն տեխնիկան, գուցե հագեցվածությունը, պայմանները չկան, սա քրեակատարողական հիմնարկ է։ Բայց ոնց լինի խղճերը ծախած չեն լինի, 18 տարեկան երեխու հետ գործ ունեն, եթե երեխան վատ ունենա, հույս ունենան, որ ցուցաբերեն համապատասխան օգնություն։
որտեվ հիմա տեսեք վատացել է եւ տարել էին հիվանդանոց եւ բժիշկերին փառք ու պատիվ արագ բուժօգնություն կազմակերպել էին, արել էին։ Հույս ունենամ, որ մարդը չի մեռել բոլորի մեջ։ Շնորհակալություն։